Ողջույն, սիրելի ուղդատերեր, այսօր կխոսենք, թե որ հայտնի ֆիլմերի սցենարներն են գրվել մարիխուանայի ազդեցության տակ, կխոսենք այդ ֆիլմերի սյուժեներից և թե ինչ համակարգչային խաղեր կարելի է խաղալ ծխած ժամանակ։ Ինչ սկսելը, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին և սեղմել զանգակ, որպեսզի բաց չթողնեք մեր հետաքրքիր թողարկումները։ Ֆիլմեր, որոնց սցենարները գրվել են մարիխուանայի ազդեցության տակ։ Թմրանյութերը, հատկապես մարիխուանան, դարեր շարունակ եղել են արվեստագետների, գրողների և կինոռեժիսորների ներշնչանքի աղբյուր։ Շատ ստեղծագործողներ պնդում են, որ դրանք օգնում են ընդլայնել գիտակցության սահմանները, բացել նոր հեռանկարներ և զարգացնել ստեղծագործական միտքը։ Այս ազդեցությունը հանգեցրել է կինոյում մի ամբողջ ժանրի ստեղծման, որը կոչվում է stoner comedy, կամ մեր լեզվով ասած ծխողների կատակերգություն։ Այս ժանրի ֆիլմերում հումորը հաճախ կառուցված է մարիխուանայի օգտագործման, դրա ազդեցության տակ գտնվող կերպարների անհեթեթ արկածների և նրանց յուրահատուկ տրամադրության շուրջ։ Անանասովի Express, Pineapple Express, սցենարի հեղինակներ Սեթ Ռոգեն և Էվան Գոլդբերգ։ Այս կատակերգությունը ամբողջությամբ կառուցված է մարիխուանայի մշակույթի շուրջ։ Ֆիլմի գլխավոր հերոսները Դեյլ Դենթոնը և նրա մարիխուանայի մատակարար Սոլ Սիլվերը պատահաբար դառնում են սպանության վկաներ և ստիպված են լինում փախչել վտանգավոր թմրավաճառներից։ Նրանց արկածները լի են անհեթեթ և ծիծաղելի իրավիճակներով, որոնք հաճախ պայմանավորված են նրանց մարիխուանայի ազդեցության տակ գտնվելով։ Սցենարիստներ Սեթ Ռոգենը և Էվան Գոլդբերգը, որոնք հայտնի են իրենց ֆիլմերով, որտեղ կերպարները մշտապես ծխած են մարիխուանա, բացահայտորեն խոստովանել են, որ իրենք էլ են հաճախ մարիխուանայի ազդեցության տակ սցենարներ գրում։ Նրանք պատմել են, որ ֆիլմի հիմնական գաղափարը և բազմաթիվ աբսուրդային տեսարաններ ծնվել են հենց թմրանյութի ազդեցության տակ իրենց խելագար մտքերի հոսքից։ Այն համարվում է stoner comedy ժանրի ամենաճանաչված ֆիլմերից մեկը։ Гарольд Гумер уходит в отрыв։ Harold and Kumar go to White Castle։ Սցենարի հեղինակներ Ջոն Հուրվից և Հայդեն Շլոսբերգ։ Այս ֆիլմը դարձավ stoner comedy ժանրի նոր դասականներից մեկը։ Այն պատմում է երկու լավագույն ընկերների՝ Կարլի և Կումարի մասին, ովքեր մարիխուանա ծխելուց հետո հայտնվում են խենթ արկածների մեջ ռեստորանում բուրգեր ուտելուց իրենց անզուսպ ցանկությունը բավարարելու համար։ Սցենարիստներ Ջոն Հուրվիցը և Հայդեն Շլոսբերգը ստեղծել են մի պատմություն, որը լի է աբսուրդային իրավիճակներով, անսպասելի հանդիպումներով և հումորային երկխոսություններով։ Չնայած սցենարիստները բացահայտորեն չեն խոստովանել, որ մարիխուանա են օգտագործել սցենարը գրելիս, ֆիլմի ամբողջ կառուցվածքը և հումորը այնքան անբաժանելիորեն են կապված թմրանյութերի ազդեցության տակ գտնվելու փորձի հետ, որ այն դարձել է ժանրի ամենասիրված ֆիլմերից մեկը։ Ֆիլմը բառօրինակ է, թե ինչպես կարելի է ստեղծել զվարճալի և թեթև պատմություն, որպես հիմք ունենալով մարիխուանայի մշակույթը։ Страх и ненависть в Լաս-Վեգասի։ Fear and Loathing in Las Vegas։ Սցենարի հեղինակներ Թերի Գիլյամ, Թոնի Գրիսոն, Ալեքս Կոքս և Թոդ Դևիս։ Այս ֆիլմը հիմնված է Հանթեր Թոմփսոնի վաղ ատելության Լաս Վեգասում կուլտային վեպի հիման վրա։ Թոմփսոնը հայտնի է իր գոնզո ժուրնալիստիկայի ոճով։ Սա լրագրության մի յուրահատուկ ոճ է, որտեղ հեղինակը նյութը ներկայացնում է իր անձնական, շատ սուբյեկտիվ տեսանկյունից, առանց ձևական չեզոքության։ Ֆիլմը հիանալի կերպով արտացոլում է թմրանյութերի ազդեցության տակ գտնվող լրագրող Ռաուլ Դյուքի և նրա փաստաբան դոկտոր Գոնզոյի խելահեղ ճանապարհորդությունը Լաս Վեգասում։ Նրանց նպատակը լրագրողական առաջադրանքն է, որը վերածվում է թմրանյութերի անվերջ օգտագործման և հալյուցինացիաների։ Ռեժիսոր Թերի Գիլյամը և դերասաններ Ջոնի Դեփը ու Բենիսո դել Տորոն կարողացել են հանճարեղորեն մարմնավորել այս խելահեղ պատմությունը, դարձնելով ֆիլմը ամենահետաքրքիրներից մեկը իր ոճում։ Այսքանով եզրափակենք ֆիլմերի մասին պատմությունները և անցնենք խաղային աշխարհ։ Խաղեր, որոնք նախատեսված են թմրանյութի ազդեցության տակ խաղալու համար։
մարիխուանա ծխողների շրջանում հատկապես տարածված է վիդեոխաղեր խաղալու մշակույթը։ Դրանք հաճախ լինում են խաղեր, որոնք ունեն շատ հետաքրքիր սցենարներ, գունեղ աշխարհներով կամ պարզապես զվարճալի խաղային պրոցեսով։ Այս խաղերը կլրացնեն ձեր զգացողությունները եւ կպարգևեն հետաքրքիր ժամանակ անցկացնելու բերկրանք։ Եվ սա պարզապես ժամանց չէ, այլ մի իսկական սինթեզ, որտեղ խաղի աշխարհը եւ ձեր գիտակցությունը միախառնվում են, ստեղծելով բոլորովին նոր ու բացառիկ փորձառություն։ Rayman Legends այս գունագեղ եւ զվարճալի խաղը, որը մշակվել է Ubisoft ստուդիայի կողմից, ունի գեղեցիկ գրաֆիկա եւ ուրախ խաղային պրոցես։ Խաղի գլխավոր հերոսը Rayman-ը իր ընկերների հետ միասին մտնում է կախարդական կտավների աշխարհ, որտեղ պետք է փրկի առևանգված արքայադուստրներին եւ կանխի չարագործների ծրագրերը։ Խաղը հարուստ է տարբեր տեսակի մակարդակներով, ռիթմիկ երաժշտական մարտահրավերներից մինչև թաքնված տարածքների որոնում։ Դուք կարող եք խաղալ այն մինչև 4 հոգով միաժամանակ, ինչը դարձնում է այն հիանալի ընտրություն ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Այն հասանելի է տարբեր խաղային սարքերով՝ PlayStation 3, 4, 5, Xbox One եւ Windows համակարգերով։ Իսկ հիմա անցնենք հաջորդ խաղին։ No Man's Sky այս դիեզերական ուսումնասիրության խաղը, որը մշակվել է Hello Games ստուդիայի կողմից, առաջարկում է անսահմանափակ գործընթացային կերպով ստեղծված դիեզերք։ Դուք հայտնվում եք դիեզերանավում անհայտ գալակտիկայում եւ կարող եք ազատորեն ուսումնասիրել միլիարդավոր մոլորակներ, հավաքել ռեսուրսներ, կառուցել բազաներ եւ առևտուր անել։ Խաղի հիմնական նպատակը ձեր ճանապարհորդության եւ հայտնագործությունների ազատությունն է։ Թեև այն հիմնականում նախատեսված է մեկ խաղացողի համար, խաղն ունի նաև on-line ռեժիմ, որտեղ դուք կարող եք ընկերների հետ միասին ուսումնասիրել դիեզերքի անծայրածիր աշխարհները։ Խաղի մեդիտատիվ բնույթը, հանգիստ երաժշտությունը եւ գեղեցիկ վիզուալները դարձնում են այն իդեալական ընտրություն ծխած վիճակում հանգստանալու եւ դիեզերքի խորքեր թափանցելու համար։ Խաղը հասանելի է PlayStation 4, 5, Xbox One, սերիաներ X եւ S համակարգերի եւ Windows հարթակներում։ Մեր հաջորդ խաղն է Journey։ That Game Company ստուդիայի կողմից մշակված այս էմոցիոնալ եւ տեսողականորեն ցնցող արկածային խաղը պատմում է մի խորհրդավոր արարածի մասին, որը ճանապարհորդում է հսկայական անապատով հասնելու լեռան գագաթին։ Խաղը չունի բառերով պատմվող սյուժե։ Ամբողջ պատմությունը փոխանցվում է վիզուալների, երաժշտության եւ խաղային միջավայրի միջոցով։ Խաղի յուրահատկությունն այն է, որ դուք կարող եք պատահաբար հանդիպել այլ անունով խաղացողների, ովքեր նույնպես ճանապարհորդում են նույն ուղով։ Խաղը նախատեսված է մեկ խաղացողի համար, խորը զգացմունքային մթնոլորտով, հանգիստ տեմպով եւ արտահայտիչ վիզուալներով, դարձնելով այն իդեալական ընտրություն հանգստանալու եւ վայելելու համար։ Այն հասանելի է PlayStation 3, 4, Windows եւ iOS համակարգերի համար։ Անցնենք հաջորդին։ Ori in the Blind Forest Մոմ ստուդիայի կողմից մշակված այս հիասքանչ տեսողական եւ էմոցիոնալ խաղը պատմում է Ori անունով մի անտառային ոգու մասին, որը պետք է փրկի իր հայրենի անտառը չար ուժերից։ Խաղը հարուստ է գեղեցիկ նկարագրված աշխարհով, դժվարին հանելուկներով եւ մարտերով, որոնք պահանջում են ճշգրիտ շարժումներ ու ռեակցիա։ Չնայած այն մեկ խաղացողի համար է եւ ավելի շատ կենտրոնացված է հմտությունների վրա, խաղի հանգստացնող երաժշտությունը, անհավանական գրաֆիկան եւ խորը պատմությունը շատ հաճելի է խաղալ մարիխուանայի ազդեցության տակ։ Այն հասանելի է Xbox One, սերիաներ X եւ S եւ Windows համակարգերի համար։ Եվ վերջապես GTA 6 Rockstar Game-ի սպասված GTA 6-ի մշակումը տևել է մոտ 10 տարի եւ այն կառաջարկի հսկայական բացաշխարհի բացարձակ ազատությամբ եւ սուր զգացողություններով։ Առաջին անգամ GTA պատմության մեջ խաղը կունենա երկու գլխավոր հերոսներ՝ տղամարդ եւ կին։ Խաղում կլինի ինչպես մեկ խաղացողի պատմողական ռեժիմ, այնպես էլ on-line ռեժիմ, որտեղ կարող եք խաղալ ընկերների հետ։ Այս խաղում կհանդիպեք բազմաթիվ նորամուծությունների,
Դրանցից մեկը մարիխուանայի մշակույթի ինտեգրումն է, որը թույլ կտա ձեզ գնել, վաճառել, արտադրել եւ նույնիսկ օգտագործել այն խաղի ընթացքում։ Ըստ խոսակցությունների, խաղում կներդրվի կրիպտոարժույթ, որի շնորհիվ խաղացողները կարող են իրական գումարներ վաստակել։ Բացի այդ, խաղում սոցիալական մեդիան կլինի խաղային աշխարհի անբաժանելի մասը, իսկ խաղի NPC կերպարները կլինեն ավելի իրական։ Սկզբնապես նախատեսվում էր, որ խաղը կթողարկվի 2025 թվականին, սակայն թողարկման ամսաթիվը տեղափոխվել է 2026 թվականի մայիսի 26-ը։ Խաղը հասանելի կլինի նորագույն խաղային սարքերով, ինչպիսիք են PlayStation 5-ը եւ Xbox սերիաներ X-ը եւ S-ը, ինչպես նաեւ Windows համակարգերով։ Այսօր միասին բացահայտեցինք հետաքրքիր ֆիլմեր ու խաղեր, որոնց ստեղծման ընթացքը սերտ կապված է մարիխուանայի հետ։ Ոմանց համար այն դարձել է ստեղծագործական ոգեշնչման աղբյուր, իսկ գեյմերների համար թուլանալու եւ զվարճանալու միջոց։ Սակայն ամեն ինչ ունի իր սահմանները։ Կարևոր է հասկանալ, որ թմրանյութերի օգտագործումը պահանջում է գիտակցված մոտեցում։ Մեկնաբանություններում գրեք, թե որ ֆիլմն եք վերջին անգամ ծխելուց հետո դիտել եւ ինչ խաղեր եք սիրում խաղալ ծխած ժամանակ։ Եթե ձեզ դուր եկավ այս տեսանյութը, ապա սեղմեք լայք, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակ ու միացեք մեզ նաեւ Telegram-ում։ Սիրով Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։